երբ որ մարդը մի հատ հայտարարություն է անում կամ մի հատ հարցազրույց է անում, իրեն կալանքի են տանում, ձերբակալում են եւ այլն, իսկ տվյալ դեպքում մենք ունենք շատ կոնկրետ քրեական անցակազմ պարունակող երևույթ, բացի ատելության խոսքից կոնկրետ այդ ձևակերպումները եւ ոչ մի արձագանք նաեւ այսպես կոչված միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, եթե նախկինում նման բան լիներ, ապա մենք վայնասունը կտեսնեինք բոլոր առումներով, բայց հիմա քանի որ իրենց մարդն է, իրենք ձայն չեն հանում, գիտեք նախկինում պսի հայտնի խոսք կար այդ Սամոսայի մասին, ասում են Սամոսան շանվորդի է, բայց մեր շանվորդին է, հիմա Նիկոլը քանի որ իրենցն է, իրենք ոչ մի արձագանք չեն տալիս, ես նաև հետաքրքիր բան եմ արձանագրում, որ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նորից լուռ են ցկամպես եւ չեն նկատում կանանց նկատմամբ հատկապես այդ ագրեսիան, նաև ներազգային ռասիզմ է քարոզվում Նիկոլ Փաշինյանի կողմից եւ ներազգային ռասիզմը դրսևորվում է հակաղարաբաղցիության մեջ, ըստ նրա ինքը ըստ Ֆրեյդի բացահայտում է իր ներքին մտածման այդ կոդը, իր համար լավագույն ղարաբաղցիները մահացած ղարաբաղցիներն են, որովհետև ինքը այսպես մարզը թափում, ասում է ինչու եք դուք ողջ մնացել եւ գիտեք ինչու, որովհետև ինքը գիտի, որ այն ղարաբաղցիները, ովքեր ընտրական իրավունք ունեն, շատ կոպիտ ձևով մերժելու են իրեն ընտրությունների ժամանակ, ինքը գիտի, որ ղարաբաղցիներից ձայն չի ստանալու, բայց ինքը չգիտի, որ հայաստանցիներից էլ ձայն չի ստանալու այն չափով ինչ-որ որ ենթադրում է, ու այդ իր ներքին ռասիզմը դրսևորում է կանանց, ղարաբաղցիների եւ ընդհանրապես հայ ժողովրդի նկատմամբ։ Իր մոտ կա ատելություն եւ եթե դուք նկատում եք Նիկոլ Փաշինյանի մոտ կա, այսպես մի հատ երևանյան ժարգոնով ասած մանտրաժ, որ ասում են մանթո է, էլի ինքը, ինչի է մանթո, որովհետեւ ինքը մնացել է 18 թվականի տակ։ Ինքը մտածում էր, որ եթե ինքը դուրս գա փողոց, այդպես էլի 18-ի պես շփվի քաղաքացիների հետ, ամեջապես մթնոլորտը փոխվելու է եւ ինքը կարողանալու է դառնալ առաջվա նախշունը։ Բայց քանի որ ինքը առաջվա նախշունը չէ, ինքը դրանից նյարդայնանում է եւ կոմպլեքսավորվում։ Ինքը չի սպասում, որ իրեն հակադարձելու են փողոցում։ Ինքը մտածում է, որ մարդիկ սպասում են, թե երբ պետք է դուրս գալ փողոց եւ ներքին մտածմունք է ունեցել, որ այդ թիմը լավ չի աշխատում, ինչ որ մարդիկ խնդիրներ են առաջացնում, դրա համար ՔՊ-ի վարկանիշը իջած է եւ ահա ինքը դուրս կգա եւ ամեն ինչ կփոխի։ Բայց մարդիկ տեսել են, որ 21 թվականին խաբեությունը տեղի ունեցել, հիմա արդեն չեն հավատում իրեն, 18 թվականին ռոմանտիզմի գիրկն էին ընկել, խաբվեցին, 21 թվականին խաբվեցին, բայց արդեն հնարավոր չի անընդհատ խաբվել եւ հայտնի խոսք է, երբ որ ասում են, որ կարելի է ժողովրդին խաբել մի փոքր ժամանակահատված, կարելի է ժողովրդի մի փոքր մասի անընդհատ խաբել, բայց ամբողջ ժողովրդին անընդհատ խաբել հնարավոր չի։